ճշմարտության 33 թեմաներից մենք այսօր պետք է նայենք 15-րդ թեմա, որը կոչվում է սրբացում։ Նախ ասենք, որ սրբացումը շատ կարևոր ակտ է փրկության համար, Աստծո հետ լինելու համար, Աստծո բաժին լինելու համար, որտեղ Աստված սուրբ է, մինչև մարդը սրբացման ակտը չունենա, չապրի, չի կարող սուրբ Աստծուն մոտենալ։ Դրա համար մարդուն պետք է սրբացում։ Սակայն մենք պետք է այս թեման նայենք 3 բաժիններով, առաջինը կոչվում է ինչ է նշանակում սրբացումը, երկրորդը սրբացման հեղինակը, այսինքն ով է այդ սրբացումը կատարում, եւ երրորդը ինչպես է կատարում այդ սրբացումը։ Մենք որոշ չափով նայել ենք սուրբ արտահայտության հասկացողությունը, այսինքն միտքը։ Չէ, Աստված թեմայում ենք նայել, մարդ թեմայում, ուրեմն մենք առաջինը պետք է նայենք դիրքը։ Սուրբ գրքի համաձայն պետք է նայենք, ինչպես է ասում։ Դիրքային իմաստով սուրբ կամ սրբացում նշանակում է կամ սրբացնել նշանակում է առանձնացնել, հատուկ տեղ տալ կամ հատուկ տեղում դրված լինել, որևէ մեկին պատկանալու կամ որևէ բանից ավելի բարձր լինելու համար։ Ուրեմն, որ մենք նայում ենք սրբացմանը, եթե դիրքի իմաստով նայենք, դիրքը վերջնական, այսինքն եթե մեկին Աստված կոչում է իր ժողովուրդ կամ իր որդի, վերջ, կոչումի մեջ աճելու բան չկա, սակայն վիճակը աճելու ենթակա սրբություն է, որ մարդը վիճակի մեջ պետք է աճի։ Օրինակ, հին կտակարանի մեջ մենք տեսնում ենք, որ պետք է սրբանային, սուրբ լինեին, առարկաներ, կենդանիներ, անգամ մարդիկ, օրեր, ամիսներ, քաղաք, անգամ սուրբ գումար, այդպես էր։ Օրինակ Ծննդոց 2:3-ում կարդանք ձեզ համար, ասում է Աստված օրհնեց 7-րդ օր եւ սրբեց նրան, որովհետեւ նրանում հանգստացավ իր բոլոր գործերից։ Տեքստի մեջ, որ ասում է Աստված 7-րդ օրը սրբեց, խոսքը չի վերաբերվում վիճակին, դիրքին է վերաբերում, ասենք հատուկ նշանակության օր կոչվեց, որտեղ Աստված ինչ արել էր ամենը մաքուր էր, բարի էր, գրված է, որ ասում է սրբեց 7-րդ օրը ինչ որ կեղտոտություններից չէ, որտեղ ամեն ինչը մաքուր էր, կեղտոտ բան չկար, սակայն երբ որ ասում է սրբեց 7-րդ օրը, սա նշանակում է առանձնացրեց, հատուկ նշանակություն տվեց, որպես հանգստի օր։ 6 օրում Աստված աշխատեց, 7-րդ օր էլ ստեղծեց, սենց ասած, 7-րդ օր էլ որոշեց, որ այդ օրվա մեջ հանգստանան։ Այսինքն այս սրբության տարբերությունը ոչ թե մաքրության կամ կեղտոտության հետ է կապված, այլ առանձնացված լինելու հետ է կապված, հասկանալի է, չէ՞, պարզ է, անգամ մարդ, օրինակ հիշենք առաջին թագավորացի մեջ, որ Սամվել մարգարեի մայրը ինչ արեց, ասեց, եթե ինձ որդին տաս, ես քեզ եմ նվիրում, արդեն Սամվելը կոչվում է սուրբ, Տիրոջն էր նվիրված։ Այդ մարդը իրավունք չունի գնա ուրիշ գործով զբաղվելու կամ ուրիշին պատկանելու, Տիրոջն է, վերջ, Տիրոջ սեփականությունն է, նա ուրիշ մեկը իրավունք չունի նրան գործածի իր համար։ Նա հատուկ Տիրոջ համար առանձնացված անձ է կամ կենդանի է կամ բույս է եւ այլ եւ այլ։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, սուրբ գրքի մեջ այս հասկացողությունը կա, սուրբ, հատուկ տեղ զբաղացրած, հատուկ տեղում դրված, հատուկ դիրքում դրված։ Ուրեմն սրբացման գաղափարը նոր կտակարանում է, նորից պահպանվում է։ Օրինակ Հովհաննես 17-րդ գլուխ 19-րդ խոսքում գրված է, ասենք Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքն է առ Հայր, եւ Տերը այսպեսի խոսք է ասում, որ Հայր իմ անձը սրբացնում է, որպեսզի նրանք էլ ճշմարտությամբ սրբված լինեն։ Այստեղ արդեն նորից հիշեցնում եմ, որ խոսքը չէր վերաբերվում իբրև թե մաքրության, անմաքրության։ Տերը մաքուր էր, մեղք չուներ, մեղք չէր գործել, Տիրոջ մասին մենք նայել ենք, բայց իմ անձը սուրբ եմ անում, նշանակում է առանձնացնում եմ, հատկացնում եմ քեզ, նվիրվում եմ քեզ, որպեսզի ինձ հետևողներն էլ սրբված լինեն ճշմարտություն, այսինքն սուրբ դիրքի հետևից գնացող ինքն էլ տեղին է ձգտում։ Տիրոջ պատկանելու համար նրանք էլ այդ տեղին են ձգտում եւ իհարկե եթե նրանց առաջնորդը սուրբ է, նրանք էլ սուրբ պետք է լինեն։ Տերը ձեզ օրհնի, ուրեմն սուրբ դիրք, այո, այս նշանակությունը ունի եւ
Շատ տեղեր կան այդ մասին գրած, օրինակ 7-րդ գլխում եբրայեցիների խոսում է այդ դիրքային սրբության մասին, ասում է, որտեղ այնպիսի քանապետ էր մեզ վայելում, սուրբ, անմեղ, անարատ, ասում մեղավորներից ջոկված երկինքից վեր բարձրացած։ Իհարկե երկուսն էլ իրար հետ խոսում է դիրքային եւ վիճակն ասում անարատ, սակայն ամենից վեր բարձրացած, ջոկված, առանձնացված։ Նաեւ ոչ թե միայն Քրիստոսն է մեզ համար սուրբ, այլ մենք էլ ենք Քրիստոսի համար սուրբ։ Այսինքն իր ժողովուրդը իր համար սուրբ է, ոչ թե միայն ժողովուրդը, հիշեցինք, ինչ որ Տիրոջն է տրված, նվիրված, դա սուրբ է։ Քրիստոսին հավատացող մարդիկ ընտրյալ ժողովուրդ են, սուրբ ժողովուրդ են։ Ինչու՞, որտեղ առանձնացված են Քրիստոսի բաժին լինելու։ Օրինակ, Եբրայեցիների 10:10-ը, որ այն կամքով մենք սրբվեցինք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագով։ Այսինքն առաջինը սա, ովքեր հավատում են Քրիստոսին, նրանք դառնում են Քրիստոսի բաժին, Աստծո աչքին նրանք սուրբ են։ Ինչու՞, առանձնացված ժողովուրդ են նրանք, Քրիստոսին պատկանող ժողովուրդ են։ Եվ նրանք համարում են սուրբեր։ Առաջինը դիրքով, որտեղ մենք տեսնում ենք, որ երբ որ դեռ մարդիկ վիճակով կատարյալ դեռ սուրբ չէին, օրինակ ընթացներին չէ, Պողոս առաքյալը գրում է. ձեզ Աստծո սուրբերին։ Հետո բացահայտում տեսնում ենք, որ շատ դժվարություններ, մեղքեր, տկարություններ կար ընթացների եկեղեցում, առաջին հասկացի մտածում ես ինչպես թույլ տվեց իրեն Պողոսը նրանց սուրբ ասելու։ Ինքը չգիտեր, եւ այնտեղ ասում է, ես լսել եմ, գիտեի ձեր վիճակը, դրա համար հանդիմանում է, խրատում է, ուսուցանում է, որպեսզի բժշկվեն։ Սակայն Պողոսը երբ որ ներկայացնում է նրանց վիճակը, որ Աստծո սուրբերի, սիրելիների, Աստծո համար առանձնացվածների հատուկ ժողովրդի, սակայն այդ ժողովուրդը վիճակով էլ պետք է գնա դեպի սրբության։ Պետրոսի առաջին թղթի 2-րդ գլխի 9-րդ խոսքում գրված է. Պետրոսը Աստծո ժողովրդին ինչ է անվանում։ Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քանածու, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ կազմում եք նրա առաքելությունը, հետո ինչի համար ցույց է, որ այս անեք, այն անեք։ Աստված ձեզ առանձնացրել է։ Այսինքն սրբության մեջ ինչ է սուրբ ազգ, սեփական ժողովուրդ։ Աստծո սեփական ժողովուրդ։ Հենց այս իմաստով ամբողջ երկրի վրայից ովքեր են կոչվում սուրբեր, ովքեր որ Աստծուն են պատկանում ընտրությամբ, այսինքն ապաշխարությամբ եւ հետեւում են Աստծո ճանապարհին։ Նրանք կոչվում են Աստծո սուրբեր, իհարկե Քրիստոսի ավետարանի ցուցումներով, ոչ թե ուրիշ ճանապարհով։ Հիմա նայեք սուրբ վիճակի հետ կապված, նաեւ այս խոսքը նշանակում է անարատություն, անմեղություն, մաքրություն, այսինքն դիրքից բացի կա նաև վիճակ։ Ինչպես պետք է մենք զանազանենք այդ խոսքի նշանակությունը տեքստից։ Ինչպես որ ես կարդաց չէ, տեքստի մեջ ասում է դուք Աստծո սեփական ժողովուրդ եք։ Այսինքն առանձնացած եք Աստծո համար։ Կամ նվերները, որ Աստված ասաց Մովսեսի միջոցով, որ նվիրում են Աստծուն, առարկա լինի, կենդանի լինի, մարդ լինի, ինչ որ լինի, նրանք առանձնացվում են Աստծո համար։ Նույն հոտից վերցվում է ինչ-որ մի գառ, նույն ցեղից, նույն արյունից, բայց քանի որ առանձնացվում է, այդ գառն է միայն կոչվում սուրբ։ Դա դիրքային իմաստով։ Դրա համար արդեն տեքստից պետք է մենք զանազանենք տվյալ տեղի օգտագործված սուրբ արտահայտությունը իր դիրքի հետ է կապված, թե վիճակի հետ կապված։ Երկրորդը, որ մենք ասենք վիճակի հետ է կապված, օրինակ Եզեկիելի 37:23 կարդամ ձեզ համար, եւ այլևս պիտի չպղծվեն իրենց կուրքերով են, Աստված խոսք է տալիս, որ մի ժողովուրդ պետք է հանի իր համար, եւ այս խոստումը դա այլևս չպետք է պղծվեն իրենց կուրքերով եւ գարշելիներով եւ իրենց բոլոր հանցանքներով եւ ես պիտի ազատեմ նրանց իրենց բոլոր բնակություններից, որոնց մեջ իրենք մեղ գործեցին եւ նրանց պիտի սրբեմ եւ նրանց կլինեմ ես Աստված եւ ինձ կլինեն ժողովուրդ նաեւ կսրբացնեմ դիրքային իմաստով վիճակով սրբում է եւ հատուկ դիրքի մեջ է դնում իր ժողովրդին ինձ համար հատուկ ժողովուրդ է հիմա էլ ասենք երբ որ ապաշխարությունն է կատարում մեկի մոտ մարդը սրբվում է
դառնում է Աստծուն, Աստված հատուկ դիրքի մեջ է դնում, կատարյալ արդեն դիրքի մեջ է դնում սուրբ, սակայն վիճակի իմաստով սրբությունը շարունակվում է։ Ինչպես որ գրված է Հայտնության գրքում, ասում սուրբ ավելի սրբվի։ Առաջին թուղթ Պետրոսի առաջին գլուխ 14-ից 16-րդ խոսքերը ձեզ համար կարդամ, որտեղ գրված է, ասում են. հնազանդ որդկանց պես ապրեք, ասում է Պետրոսը, չնմանվելով այն ձեր տգիտության ժամանակի առաջի ցանկություններին, այլ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքումը, ասում է, որովհետև գրված է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ, Աստված ասում։ Տեսեք, այստեղ արդեն ինչ կոչ է անում, վիճակով սրբվելու կոչ է անում, չէ՞։ Ամեն վարքումը սուրբ եղեք, այսինքն ձեր նիստուկացիորը սուրբ եղեք, ասեք գողություն մի արեք, շնություն մի արեք, էս մի արեք, ինչ-որ պղծություն է, ինչ-որ կեղտոտություն է, ասում այդ ամեն վարքումը դուք պետք է սուրբ լինեք, որտեղ Աստված ասում է սուրբ եղեք, հենց կոչ Աստված անում, այդ կոչից է, որ Պետրոսն էլ է կոչ անում, ասում է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ, արդեն վիճակին է վերաբերվում։ Երկրորդ թուղթ Պետրոսի 1:5-7 կարդում ձեզ համար, այդտեղ նորից խոսում է այս վիճակի մասին, ասում է Սյուն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքով ներկայացրեք առաքինություն, առաքինությունով գիտություն, գիտությունով ժուշկալություն եւ ժուշկալությունով համբերություն, համբերությունով աստվածապաշտություն, աստվածապաշտությունով եղբայրասիրությունով եւ եղբայրասիրությունով սեր, այսինքն ցույց է տալիս սրբության մեջ մարդը աճելու ճանապարհին է կանգնած։ Մարդը ինչպես որ կա, այդպես չպետք է մնա, նա պետք է աճի դեպի առաջ։ Օրինակ հիշում եմ, որ մեկը ասում էր, գիտես ինչ եղբայր, ես ուզում եմ այսպես լինի։ Հայաստանում երբ որ նոր սկսվեց հավատքը 60-ական թվականների վերջին, թե կամ 70-ականների սկզբին, ասում եմ հիմա եկեղեցին շատ է տարբերվում այդ օրերից։ Ես ուզում եմ այսպես անենք, մենք աշխատենք, որ եկեղեցին հետ տանենք այդ օրերի պես անենք։ Իհարկե քաղցր է, երբ որ մարդը նոր է, բայց մի բան հարցեցած, եղբայր, երբ որ նոր էր առաջանում եկեղեցին, նոր ապաշխարողներ էին, կատարյալ էին մարդիկ, ոչ։ Ասում եմ, բա դու ինչպես ես խոսում, դու նույն վիճակին ես ուզում տանես։ Շատ բաներ կան միամիտեր, շատ բաներ կան պարզությունից էր, բայց Տերը չէր մեղադրում, ասենք ընտրությունը հաշվի էր առնում, ինչ որ աճ են, բայց եկեղեցին պետք է աճ ունենա, մենք պետք է աճ ունենանք, ինչպես հնարավոր է վերադառնանք նույն են դիրքին կանենք, ուրիշ բան, որ մարդը հավատքը կորցած լինի, վերադառնա իր հավատքին, բայց վիճակով ինչպես կարող է մարդը վերադառնա իր վիճակին։ Ուրեմն վիճակի մեջ մնալը մահ է, թեկուզ նորեկ ժամանակի նման մնաս, թե մի ծառ դնում ես չի աճում, չորանալու մոտ է ուրեմն։ Դրվել են պետք է աճեն, կամ գաղջ մնան Լավոդիկե եկեղեցին նման, աճել էր ինչ-որ աստիճան, ուտես մնացել էր, չէր աճում։ Դերն էլ կոչ էր անում, որ ինքը ինչ անի, աճի, եթե մնաս նույնն է, ես քեզ ասում եմ դուրս պետք է փխսեմ իմ բերանից, այսինքն ինձանից պետք է հեռացնեմ, ուրեմն ես պետք է աճել։ Նմանապես Հայտնության 22-ի 11, որ արդեն դրա մասին խոսեցի, նորից ուզում եմ կարդամ, ասում եմ անիրավություն գործող թողել անիրավանա, կեղտոտ թողել կեղտոտ եւ արդարը էլ արդարանա եւ սուրբը էլ սրբվի։ Ասում եք տեսնեք սա վիճակին է վերաբերվում, արդարը էլ արդարանա, սուրբը էլ սրբվի, այսինքն մենք աճելու ընթացքի մեջ ենք։ Եթե մեկը բավարարում է իր վիճակի մեջ, ուրեմն նա կամ ետ է գնում, կամ էլ չորանում է։ Աստված ձեզ օրհնի, որ մենք չկանգնենք, այլ Տիրոջ նպատակ կատարվի։ Այժմ մենք երկրորդ բաժնին կանցնենք, որը կոչվում է սրբության կամ սրբացման հեղինակը։ Սրբացման հեղինակը Աստված է, իհարկե, գիտեք։ Աստված ասելով մենք, երբ ասում ենք Աստված, մենք սա ենք հասկանում, Սուրբ Եռամիասնությունը։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Սակայն առանձին մենք կնայենք հատուկ այդ հատվածները, որոնք վերաբերում են Հայր Աստծուն, որը տեքստը, որ վերաբերում է Սուրբ Հոգուն, նաեւ որը որ վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոս Աստծո Որդուն։ Օրինակ Հայր Աստծուն վերաբերվող հատվածը, որ սրբացնում է Հովաննես 17:17։ Ասում են նրանց սուրբ արա քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է։ Աղոթք է անում Տեր Հիսուսը Հայր Աստծուն ասում է նրանց, ասիկն ինձ հետևողներին, քեզ հավատացողներին սուրբ արա, ասիկն ով պետք է սրբի Հայր Աստված։
Սուրբ արա։ Նաև Հռոմեացի 1:7-ում նորից Հայր Աստծո վերաբերվող ձեզ ամենքիդ, որ հռոմում ենք Աստծո սիրելիներիդ, կանչված սուրբերիդ, շնորհք լինի ձեզ եւ խաղաղություն Աստծուց, մեր Հորից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Կանչված սուրբերիդ։ Նաև ցույց է տալիս թե Հայր Աստծուց, թե Տեր Հիսուս Քրիստոսից։ Մենք չենք կարող ասել օրինակ սրբացումը միայն Տեր Հիսուսի ձեռքով է կատարվում, կամ միայն Հայր Աստծո, կամ միայն Սուրբ Հոգու։ Թեև այստեղ հենց Տեր Հիսուսի մասն էր գրած, Հայր Աստծո մասն էր գրած։ Նաև նույն թղթի 9:23-ից 26-ը կարդամ ձեզ համար, եւ որ հայտնի Աստված, այսինքն ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրյաներից, այլ հեթանոսներից են, ինչպես որ Օսեի գրքում ասում է. այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կանչեմ եւ չսիրածը սիրած, եւ կլինի որ այնտեղ որ ասես նրանց թե դուք իմ ժողովուրդը չեք, այնտեղ կլինեն նրանք կենթանու Աստծո որդիներ։ Այսինքն հեղինակը Հայր Աստված է այս հատվածում, սակայն ուշադրություն դարձեք, այստեղ արդեն ես խոսում եմ ոչ թե միայն դիրքային սրբության հեղինակը կամ վիճակել, երկուսը միասին։ Հայր Աստված նրանց կսրբի, կմաքրի եւ կդնի սուրբ դիրքի մեջ, ինձ ժողովուրդ կլինեն, չէ՞ ասում է, իմ որդիներս կլինեն, ինձ հետ պիտի ապրեն։ Տեր Հիսուս Քրիստոսի համար արդեն կարդացինք 17-19-ում, ասում է ես իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ սրբված լինեն ճշմարտությունով։ Այսինքն Տեր Հիսուսի անձով է, որ հավատացյալները սրբվում են, հավատացողները սրբվում են։ Առաջին Կորինթացիներին 1:2-ում էլ գրած է. Աստծո եկեղեցու, որ Կորինթոսում է Հիսուս Քրիստոսում սրբվածներից, կանչված սուրբերից, այն ամենի հետ ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունն են կանչում ամեն տեղ իրենց է եւ մերը։ Այսինքն նորից Քրիստոսում սրբվածներից։ Այսինքն Աստված ընդունում է այն մարդուն, ովքեր Քրիստոսում կամ սրբվում են։ Սրբացումը անկախ չէ Աստվածային որևէ անձից։ Սրբացման հետ կապված փրկության համար, հավիտենական կյանքի համար այստեղ չի խոսվում օտար մի անձի մասին, Աստվածային սուրբ եռամասյան հարցն է միայն շոշափում, նրանք են սրբության հեղինակ են ուրիշ ոչ ոք։ Սուրբ Հոգու համար ասում է օրինակ առաջին Պետրոսի 1:2 կարդամ եւ 22 խոսքն նորից։ Ուրեմն ասում է Հոր Աստծո կախագիտության պես Հոգու սրբությունով է հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի արյունի սրբելու համար շնորհք եւ խաղաղություն շատանա ձեզ վրա։ Այստեղ ինչ ասում Սուրբ Հոգու սրբությունով է։ Նաև 22-րդ խոսքում ասում է Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտությանը հնազանդվելով անկեղծ եղբայրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեք։ Ինչ ասում Սուրբ Հոգով ձեզ սրբեք։ Եվ շատ էլի համարներ կան, բայց բավական է այսքանը, որ մենք տեսնենք, որ սրբացման հեղինակը Աստծո եռամիասնությունն է, Աստված է, այսպես ասենք, Աստվածք է, ինչպես որ բնագրում է գրված։ Աստված այս գործը, որ փրկության համար անհրաժեշտ կարևոր ակտ է, ասեցինք, չի հանձնել որևէ ռեշտակի կամ որևէ ուրիշ մեկի։ Ինչ որ ձեր մարդը հասցնում է Աստծո սրբացման խոսքը մարդկությանը, սակայն սրբողը Տերն է։ Եթե Տերը չսրբի, ուզում ես 1000 ժամ ավետարան կարդա որևէ մեկին։ Միևնույն է, եթե Աստված չգործի, իմաստ չունի։ Պողոս առաքյալ ասում է, մենք մարդիկս Աստծո ծառաներս, ասում մեկը ցանում ենք, մյուսը հնձում է, սակայն աճեցնողը Տերն է։ Մենք չենք աճեցնողը։ Մեկը տնկում է, մյուսը ջրում է, մյուսը հնձում է, գործը անում Աստծո համար, սակայն աճեցնող Աստված է։ Օրինակ Հեվտացիների 28-ը կարդամ ձեզ համար, այդտեղ գրված է. Եվ իմ կանոնները պահեցեք եւ արեք նրանց, ես եմ Տերը, որ ձեզ սրբում եմ։ Ես եմ Տերը, այսինքն ձեզ սրբող Տեր ես եմ։ Մարկոս 2:7-ում էլ գրված ասում է, ինչու համար սա այսպես հայություններ է խոսում։ Հիսուսը, երբ որ մեղքերի թողություն տվեց անդամալույցին, նրանք ասում են, ինչու է սա հայոյում։ Համարում են Տեր Հիսուսի հետ ասածը որպես հայոյանք, որ ասած քո մեղքերը քեզ ներված լինեն, որտեղ
Որտեղ ասում է, ով կարող է մեղքերը թողել, եթե ոչ միայն Աստված։ Ուրեմն տեսնում եք, ասենք այն հին կտականան գաղափարի մեջ եղած մարդիկ էլ հաստատ գիտեն, որ ուրիշ մեկը չկա, որ մարդուն կարողանա մեղքից սրբել, մարդու մեղքը ներել, ազատել մարդու մեղքից։ Միայն Աստված, դրա համար ասում եք, այս գործը Աստված չի հանձնարարել որևէ հրեշտակի կամ որևէ մարդու կամ որևէ ուրիշ մի արարածի, այլ ինքը արարիչն է միայն սրբողը մանավանդ մեղքից հավիտյանական կյանքի համար։ Հեղինակը Տերն է։ Առաջին Թեսաղոնիկեցիների 5:23-24-ներ կարդամ ձեզ համար, այդտեղ գրված ասում է. «Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորովին, ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Հավատարիմ է նա, որ կանչեցել եւ կանի էլ»։ Այսինքն կատարի էլ, հասցնի ավարտին էլ։ Ուրեմն ինչ ասում, Աստված սրբի։ Ուրեմն որ մենք նայում ենք սրբացմանը, եթե դիրքի իմաստով նայենք, դիրքը վերջնական, այսինքն եթե մեկին Աստված կոչում է իր ժողովուրդ կամ իր որդի, վերջ, կոչումի մեջ աճելու բան չկա, սակայն վիճակը աճելու ենթակա սրբություն է, որ մարդը վիճակի մեջ պետք է աճի։ Հիմա մենք կանցնենք սրբացման թեմայի 3-րդ բաժնին, որը կոչվում է ինչպես է կատարվում սրբացումը, կամ ինչ հիմքերով, ինչ պատճառով։ Ուրեմն սրբացումը Աստծո գործն է, պարզ է, որը կատարվում է Տեր Հիսուս Քրիստոսի խաչի մահվան, հետո հարության վրա։ Այսինքն դա է հիմքը, դա է գործը, որի միջոցով Աստված ապաշխարողին սրբում է։ Միջոցը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, այսինքն նրա անձով կատարված գործն է։ Աստված իր որդին ուղարկեց, որպեսզի այդ անձնավորության, այսինքն իր որդու միջոցով կատարվի մարդու մեղքերի թողությունը։ Քրիստոսը մահանա մեղքի հատուցումը տալով, մեր պարտքերը վճարելով եւ հարություն առա մեզ արդարացնելու համար։ Ուրեմն մենք կարդում ենք 17-ը, որ արդեն կարդացել ենք, ասում է Սուրբ Անանց քո ճշմարտությունով, որ քո խոսքը ճշմարտություն է։ Այսինքն ավետարանի խոսքն է, սա որ Աստված ավետարանի քարոզչությամբ մարդկանց սրբացնում է։ Կամ էլ Գործք առաքելոց 26-18-ը ձեզ համար կարդամ, երբ որ Պողոսին ուղարկում է ավետարանը քարոզելու, գրված է. նրանց աչքերը բանալու եւ խավարից դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի ժառանգություն առնեն ինձ հավատալով, Տեր Հիսուսն է ասում։ Ինչպես պետք է փրկվեն, սրբվեն խավարից դեպի լույս ինձ հավատալով։ Այստեղ իհարկե շարան կա օրհնությունների, որ ասում է խավարից լույս դառնալու, սատանայի իշխանությունից Աստծուն դառնալու, սուրբերի հետ ժառանգություն առնելու, այս ամեն ասում է ինձ հավատալով, այսինքն խոսքը սա է, որ Քրիստոսի խաչի գործին հավատալու։ Ինչպես նաև մենք երբ որ ուշադրություն ենք դարձնում Աստծո սրբացման, մենք գիտենք, չէ, որ մարդը մեղավոր էր, պարտքեր եւ այդ պարտքերը հենց այնպես չէր կարող սրբվել։ Օրինակ Կողոսացիների 1:12-13 ձեզ համար կարդամ, այդտեղ գրված ասում է. «Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը, որ մեզ փրկեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ»։ Այսինքն Աստված ինչ արեց, Քրիստոսով մեզ ողորմություն շնորհքած, ասում են սիրելիով, Քրիստոսով, կամ ուրիշ տեղ ասում է մեր վրա եղած պարտքերի ցուցակը, պարտամուրակը, ինչ արեց, ասում մեջտեղից վերցրեց խաչափայտին գամեց։ Այսինքն Քրիստոսի խաչով է, առանց Քրիստոսի մեղքերի սրբություն չկա, սրբացում չկա։ Սուրբ Հոգին էլ անգամ որ ասում եք Սուրբ Հոգով սրբանալով, Տեր Հիսուսը խոսում է Սուրբ Հոգու մասին, ասում է Սուրբ Հոգի, որ ես ուղարկեմ, Հովանու Ավետարան 16-րդ գլխում է նորից գրած, ասում է նա կգա ձեզ կհիշեցնե իմ խոսքերը եւ իմ մասին կպատմե, ինձ կփառավորե երկրի վրա, թե Սուրբ Հոգին, թե Հայր Աստված Տեր Հիսուսի անձով կատարված գործն են օգտագործում, որ մարդկանց հավատացողներին, ապաշխարողներին սրբեն։ Եվ գիտեք, որ բոլոր ազգերի համար միայն այս ճանապարհն է։ Օտար ճանապարհ չկա։ Տեր Հիսուսից հարությունից հետո ինչ ասես գնացեք բոլոր ազգեր աշակերտեցեք։
Դրանց սովորեցնելու այն ամեն ինչ, որ ես ձեզ պատվիրեցի եւ ասում մկրտեք բոլորին, հոր որդի Սուրբ Հոգու անունով։ Բոլոր ազգերի համար մեկ ճանապարհ կա, որովհետեւ բոլոր ազգերի համար մեկ անձ է, որ մեղքերի հարց է լուծել։ Ուրիշ մեկը չկա, ասում են, որ մեղքերի թողության հարց լուծի, ինչպես որ թեմայից առաջ կարդացի, ասում է Տեր Հիսուսը, երբ որ ասաց քո մեղքերը թողված են, նրանք մտածում էին, ասում են, վատ բան է խոսում, ասում հայություն է անում, ով կարող է մեղքերը թողել, եթե ոչ Աստված։ Աստվածը մեկ անգամ, Աստվածային մեկ անձը մեկ անգամ մարդացավ։ Մեղքերի թողության հարցը լուծեց անկախ լեզուներից, նա այդ գործ արեց մարդու համար, ոչ թե որևէ լեզվով խոսացողի համար։ Դրա համար մեկ փրկություն կա բոլոր ազգերի համար։ Տիմոթեոսի առաջին գլխի 2:5-ում օրինակ գրված է, ասում է, որտեղ մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ, Հիսուս Քրիստոս մարդ։ Վերջ։ Մեկ Աստված կա, որ բոլոր մարդկանց համար այդ մեկ Աստվածը մեկ միջնորդ ունի։ Հիսուս Քրիստոս անձը մարդը, որ Աստծո եւ մարդկանց մեջ միջնորդ է փրկության համար։ Ուրիշ մեկը չկա։ Թեև եղել են շատ հոգևոր կոչված առաջնորդներ եւ այլ, բայց նրանք չեն եղել Աստված անձեր, չեն եղել մեղքի զոհ, որտեվ մենք գիտենք, որ մեկ միջոց կար սրբացման, որ Աստված պետք է ների։ Աստվածը որ կատարում է եւ Աստված էլ Հիսուս Քրիստոսի անձով, այսինքն Աստվածային Երամիասյան մեկ անձով սրբացումը կատարվեց։ Դրա համար ասում ենք մեկ Աստված եւ մեկ միջնորդ, ուրիշ չկա։ Մենք չենք որոշել ինչ միջոցով սրբվենք կամ փրկվենք, այլ Աստված է որոշել, սակայն մարդու կողմից անելիք կա։ Որն է մարդու անելիքը? Մարդը պետք է հավատա, ընդունի այդ գործը Աստծո, որպեսզի դրա հիման վրա Աստված իր սրբացումը կատարի։ Օրինակ Գործքի 15:9 ձեզ համար կարդամ, այստեղ գրված ասում է. «Եվ ոչինչ խտրություն չարեց նրանց եւ մեր մեջ, հավատքով սրբելով նրանց սրտերը»։ Պետրոս առաքյալն է վկայում հրյա հավատացյալներին եւ այս բանն է վկայում, ինչ որ իր աշկով տեսել էր Կորնելիոսի տանը։ Ասում է Աստված ոչինչ խտրություն չարեց նրանց, այսինքն օտարազգերի եւ մեր մեջ, այսինքն օտարազգերի եւ հրյաների մեջ, այլ հավատքով սրբեց նրանց սրտերը։ Նրանք հավատացին, մարդու կողմից մեկ անելիք կա, հավատալ, ընդունել Քրիստոսին։ Սրբությունը Աստծո գործն է։ Եվ Պետրոս այստեղ վկայում է, ինչպես են սրբվում, ասում է, հավատքով սրբեց նրանց սրտերը։ Քրիստոսի անձի վրա կատարված գործը մահը հարությունը ընդունել։ Սա է մեր անելիքը Աստծո առջև, որ մենք կարող ենք դրանով փրկվել։ Նաև 26:18-ն էլ, որ ասում է ինձ հավատալով, չէ՞, Տեր ասում է, ուրիշ ճանապարհ չկա։ Տեր ուղարկեց Պողոսին եւ ասաց, նրանք այդ ժառանգություն կառնեն ամեն օրհնությունները, փրկություն եւ այլ, ինչպես ինձ հավատալով, Տերը ճանապարհը ցույց տվեց։ Չասեց, գիտեք ինչ, ինձ զոհ պետք է բերեն, նվերներ տան, մատաղներ անեն եւ այլ, չէ, այդպես ճանապարհներ չտրեց, մեկ ճանապարհ կա, ինձ հավատալով կատարում է այդ սրբացումը, փրկությունը։ Այսինքն մարդու կողմից ընդունելություն է պետք։ Երբ մարդը ընդունում է, այո, Քրիստոսին, հավատում եւ ընդունում է Քրիստոսին, Աստված այդ մարդուն նախ դնում է սուրբ դիրքի մեջ, կատարյալ դիրքի մեջ, հավատքը հիմք է, որ Աստված հավատացողին դնի սուրբ դիրքում, այսինքն հիշում եք վերստին ծնունդ թեման, որդեգրություն կամ վերստին ծնունդը օրինակ ինչպես էր կատարվում, մարդը հավատում էր Քրիստոսին եւ այդ հավատքի հիման վրա Աստված նրան տալիս է վերստին ծնունդ, դառնում էր Աստծո որդի։ Այսինքն մարդը հավատում է, Աստված նրան դնում է արդեն իր ընտանիքի անդամի դիրքում, Աստծո որդու դիրքում, փրկվածի դիրքում, Աստծո ժառանգորդ լինելու դիրքում։ Սակայն վիճակի մեջ Աստված սկսում է երկրի վրա աշխատանք տանել մարդու հետ, որպեսզի նա սրբությունից սրբություն գնա։ Որտեղ բնական է, մենք գալիս ենք, ճիշտ է, որ ընդունվում ենք որպես Աստծո ժառանգորդ, բայց շատ հարցերում գիտություն չունենք, վիճակ չունենք, կարողություն չունենք, պետք է աճենք։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, ինչքան աճեն, մինչև որ Քրիստոսի կատարել հասակին հասնեն։ Ուրեմն Եփեսացիներ 2:6-ում գրված է. նրա համար ձեզ, ասում է մեզ, հարուցանեց
նրա հետ երկնավորներում եւ նստեցես Քրիստոս Հիսուսում։ Աստված Քրիստոսի հարությունով մեզ էլ հարություն տվեց։ Այսինքն ասես նոր դիրք դրեց եւ մեզ նստեցրեց, ասիկի դիրքը տվեց մեզ երկնավոր տեղերում, նստեցրեց Քրիստոս Հիսուսում երկնավորներում։ Նորից մեկ ուրիշ համար կարդամ ձեզ համար, որ ասում է Կողոսաց 3:3-ը, որովհետեւ դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Հետաքրքիր է նաեւ, որ մենք այս միտքն էլ չենք ունենա, եթե մեզ թողվեր։ Գուցե որ մեզ Աստված ասել քեզ ինչ դիրք տամ, առաքյալներին չէին ասում, մենք ես աջ կողմը նստենք, մեկն էլ ձախ կողմը։ Բայց եթե Աստվածյանց ուզած աններ կքաշվեին։ Այստեղ ասում Աստծո մեջ դրեց մեր դիրքը, ոչ աջ, ոչ ձախ, Աստծո մեջ։ Հենց Սուրբ Հոգու մկրտությունը, որ շուտով պետք է նայենք, ընկղմում է Սուրբ Հոգու մեջ, իր մեջ է ընկղմում Աստվածը։ Աստծո մեջ է մեր դիրքը։ Այսինքն առավել է, քան որ մենք հասկանում ենք որպես որդիներ կամ որպես որդեգրվածներ։ Ավելին է այս դիրքը։ Տերը մեզ ասում է երկնավորներում նստեցին Քրիստոսով Աստծո մեջ։ Բայց վիճակի մեջ Տերը ասում է, որ պետք է աճենք։ Ուշադրություն դարձնում ենք, մենք դիրքի մեջ հաստատվում ենք, ասենք Աստված է մեզ հաստատում հավատքով եւ աշխատանք է տանում, որպեսզի մեզ աճեցնի դեպի կատարելություն, հենց Եփեսացիների 4 գլխում ասում է, չէ, Աստված պարգևներ է տալիս, որպեսզի իր ընտանիքի անդամներին, զավակներին աճեցնի, հասցնի Քրիստոսի կատարել հասարակին։ Հռոմեացիների 12:1-2-ում էլ նորից պարգևների մասին է խոսում, որ ասում է. աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմնի անդամներին ներկայացեք սուրբ Աստծո ընդունելի պատարագ եւ ձեր բանական պաշտոնը, ասում եմ որն է, որ կատարեք, մի կերպանավորվեք այս աշխարհի կերպանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը բարին, հաճելին եւ կատարյալը։ Կողոսացիների 1:22-23-ը արդեն մենք ասացինք, որ Հիսուսի միջոցով այստեղ ասպես է գրված. հիմա հաշտեցրեց իր մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռով, որ ձեզ սուրբ ամբից անարատ կանգնեցնի իր առաջին, եթե հավատքի մեջ հիմնված եւ հաստատ կենաք առանց շարժվելու այն ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկինքի տակ լինող բոլոր արածներին ասում է քարոզվեցա ես Պողոս Պաշտոնյան եղա։ Այդ խաչի գործը կատարվեց, պատճառը ինչու արվեց դա, որպիսի պատասխանը սա է, սուրբ ամբից անարատ ձեզ կանգնեցնի իր առաջին։ Այսինքն խաչի նպատակը այս է հենց որ ձեզ սրբացնի, սուրբ ամբից անարատ կանգնեցնի իր առաջին եւ մեղքների եւ մեղանչական բնությունը դատի, ինչպես որ գիտեք, ասվել է, եւ ձեզ կանգնեցնի իր առաջին անբից։ Շատ ժամանակ մարդիկ խառնել են իրար։ Տեսել եմ ես նման ուսմունքներ, հիմա էլ կա շրջապատում, այսինքն նրանք սուրբ դիրք եւ սուրբ վիճակ իրարից չեն տարբերում։ Մեկը տեսնում են, ասում են, մենք արդեն սուրբեր ենք, մենք արդեն Աստծո որդիներ ենք եւ ապրում են ինչպես ուզում են, այլ մեզ էլ ինչ պետք է նորից սրբության մասին մտածենք, այդպես են ասում։ Բայց չեն հասկանում, որ սուրբ դիրքը տրված է քեզ, բայց պետք է դա հաստատես սուրբ վիճակով։ Սկզբից ապաշխարությունով գալիս ես վիճակդ է սրբում, դիրքի մեջ դրվում ես, այդ դիրքը մինչև վերջ պահելու համար պետք է նորից սուրբ վիճակի մեջ հարատևես։ Տեսնում եք ինչ է կատարում։ Եթե սրբության դու չտրվես, չընտրես, թեկուզ հավատում ես, սա հենց սրբություն է։ Հավատալն ինչ է նշանակում։ Ընդունել Քրիստոսին։ Այսինքն ես երբ որ հավատում եմ Քրիստոսին, սա է նշանակում։ Ես որ որոշում եմ միայն նրան հետևեմ։ Կուրքերից սրբեմ, թողեմ կուրքերից, նա կամքը կատարեմ։ Այսինքն հավատում եմ, որ նա ինչ ասում է ճիշտ է, հավատում եմ նրա խաչի գործին, մեղքերի թողությանը, եւ նաեւ հավատալուց հետո որոշում է տեղի ունենում, որ ես որոշում եմ նրան հետևելու։ Հենց սրբության քայլերով է, սրբացման, այսինքն վիճակի հետ կապված, որ մարդը դրա հիման վրա, քո ընտրության հիման վրա, քո հավատքի հիման վրա, Աստված քեզ դնում է սուրբ դիրքի մեջ։ Սուրբ դիրքն էլ պահելու համար նորից կրկնում եմ, սուրբ վիճակը պետք է շարունակես մինչև վերջ։ Բայց այսօր ցավալի է, շատերը չարաշահում են, որտեղ ասում են, «Էլ մեզ իբրև թե կորուստ չկա», որտեղ արդեն սուրբ են կոչվում։
Ինչպես որ սուրբ կոչվեցին, այդպես է կարող կտրվել։ Հենց Իսրայելի համար է Պողոս ասում, չէ՞։ Նրանք սուրբ ճյուղեր էին։ Բայց երբ որ անհավատարիմ գտնվեցին, Աստված նրանց կտրեց եւ քեզ պատվաստեց։ Եթե դու էլ հավատարիմ չմնաս, քեզ էլ կկտրի, այն կողմ կգցի։ Հետո ինչ դրել է սուրբ ճյուղերի վրա, սուրբ արմատի վրա, սուրբ դիրքում, ասենց ասած։ Ուրեմն Տերը կոչ է անում սրբվածներին, դիրքի մեջ դրվածներին, նաև հենց բավարար սրբվածներին սրբությունից սրբություն գնալու, եթե աճելու կարիք չներ, Աստված այս կոչը մեզ չեր անի։ Այո, եթե մենք չպահենք, այդ սուրբ դիրքից էլ կընկնենք։ Մարդը կընկնի այդ սուրբ դիրքից ու ինչ կկատարվի, կգնի Աստծո բարկության տակ։ Օրինակ 3:36 Հովհաննես Ավետարանը գրած է. Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Ուշացու դարձնում եք, փոխում է Տեր Հիսուսը խոսքը։ Ասում է, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ չհնազանդվողը հավատացել ես, այո, շարունակիր հնազանդությամբ։ Չհնազանդվող ասում է, կյանք չի տեսնի, այսինքն վերջին չի ասի վերջնական որոշման։ Այլ Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Այնպես չի, որ միայն մենք դիրքը ձեռք բերենք ու կանգնենք։ Եթե չհնազանդվենք, բարկություն կա։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 1:8-ում գրված է, ասում է Տիրոջ գալստյան համար, ասում է կրակի բոցով վրեժ առնեմ նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում եւ չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Տեսեք, երկու խմբի մարդկանց է Աստված դատելու։ Ումը մի խումբ սրանք են, ովքեր Աստծուն չեն ճանաչում։ Նրանք ընդհանրապես ապաշխարած էլ չեն եղել, բայց չխարեն։ Պատահում է ուզում ես ճանաչեցնել, չեն էլ ուզում ճանաչեն։ Համենայն դեպս չեն ճանաչում։ Այս խումբը դատվելու է։ Նայ մեկ ուրիշ խումբ է առաջ գալիս դատաստանի համար։ Եվ նրանք, որոնք չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Թեկուզ ճանաչում են, բայց չեն հնազանդվում, կդատվեն։ Պատահական չի գրում երկու խմբի մարդ, չճանաչողներ եւ չհնազանդվողներ։ Աստված ձեզ շատ օրհնի, նաև ուզում եմ կարդամ Եբրայեցիների 10:26-27-ը, որտեվ եթե մենք ճշմարտության գիտությունը ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այսինքն ովքերս որ տես լինենք, այլպիսիների համար այլևս ասում է նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում, այլ դատաստանի ահավորը սպասել է եւ կրակի զայրույթը, որ հակառակվողներին կլափի։ Տեսնում եք, չի խոսում միայն հավատալ եւ վերջանալ ու գնալ, այսինքն սուրբ դիքի մեջ աճելու պահանջ կա։ Դու պիտի աճես։ Ասում եմ, եթե ճշմարտության գիտություն ունենալուց հետո մենք նորից կրկին հոժար կամքով մեղք գործենք, երբ ասում եմ զոհ չի մնում, այլ ինչ է մնում կրակի բարկությունը, դատաստանը։ Ինչպես որ մենք ընդունեցինք Քրիստոսի խաչի գործը եւ սրբվեցինք, նույն խաչի գործով է որ մենք պետք է աճենք մինչև վերջ, համբերենք մինչև վերջ։ Այսինքն այսպես չի, գիտեք որ իբրև թե սկսելու համար ուրիշ ճանապարհ լինի, շարունակելու համար կամ վերջացնելու ուրիշ ճանապարհ։ Նույն գործն է, որը մեզ սրբում է եւ սրբության մեջ պահում է։ Քրիստոսի խաչի գործն է սա եւ հարությունը։ Որոշ ծանոթություն տանք հին կտակարանյան դետալների մասին, որոնք էլի կոչվում են սուրբ, ասում են օրինակ հին ուխտում օրենքի համաձայն կենդաններ կան, որոնք կերակուրի համար մաքուր եւ սուրբ էին համարում, գիտեք, չէ՞։ Աստված օրինակ ձկներից ասում էր թեփավոր ձկները կերեք, երկրի վրա էլ ասում էր կճղակավոր եւ որոճացող կենդաններ, որոշ կենդանների համար էլ ասում էր մի կերեք դրանք, անմաքուր են։ Այսինքն անմաքուր էին ոչ թե այն իմաստով, որ հանցավոր են, այլ առողջարար չեն։ Սակայն երբ որ ընդունում են Տեր Հիսուս Քրիստոսին, մեկը տեսնում ես, որ Պողոս առաքյալն ասում, Տեր Հիսուսն ասում է, որ աղոթքով եւ Աստծո խոսքով ամեն բան մաքրում։ Օրինակ Մարկոսի 7:19-ում գրված է, ինչ որ ուտում է սիրտը չի մտնում, այլ փորը եւ դուրս է գնում արտաքնոցը ամեն կերակուրները սրբելով։ Այսինքն սա հոգևորության վրա չի ազդում, մարմնի վրա է ազդում, մեղքի հարց չի, այլ մարմնի խնայելու հարց է, տարբեր կերակուրներ։ Սակայն ինչ որ մնում է, եթե մեղքի հարց է, Տեր Հիսուս ասում է, չէ, որ բերանն է մտնում, փորն է անցնում եւ գնում կորչում է։ Այսինքն սա մարդուն չի պղծում, չի մեղավոր սարքում։ Տիտոսի 1:15-ում էլ Պողոս առաքյալը այսպեսի բան է ասում է,
ամեն բան ասում է սուրբ է սուրբերին։ Այսինքն սուրբ այստեղ է նկատում է մաքուր։ Մաքուր է մաքուրներին, սուրբերին։ Բայց ասում է պիղծերին եւ անհավատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծված է նրանց միտքը եւ խորհուրդները։ Օրինակ, Աստված ասում է աղոթքով եւ Աստծո խոսքով ամեն ինչ սրբվում է։ Մարդիկ հիմա տարբեր տեղերում են ապրում, տարբեր երկրներում, տարբեր մշակույթների տեր եւ այդտեղ այնպիսի կերակուրներ են ուտում, օրինակ, որ մեկ ուրիշ երկրում չեն ուտում։ Եվ այդտեղ ավետարան է քարոզվում։ Մենք տեսնում ենք ավետարանը ուտելիքներից հրաժարվել, այնտեղ մարդկանց չի քարոզում, այլ մեղքից, հանցանքից հրաժարվել է քարոզում։ Ապաշխարությունը անիրավությունից ետ կենալն է, դեպի Աստված դառնալ ոչ թե կերակուրներից։ Դրա համար եթե ասում եմ մեկի միտքը մաքուր է, հիմա ինչ էլ ուտես, եթե կարաս կեր։ Տերը ասես չի պղծում մարդուն, բայց միտքը պղծված է, ամեն ինչի վրա վատ բան է մտածում, ինչ էլ ուտի նա խշմտանք է անելու։ Սրբացում այո Աստծո գործն է, պարգև է, նվեր է, ուղղակի մարդը պետք է հոժարվի Աստծո հետ, որպեսզի այդ սրբացման ակտը տեղ ունենա, նաև մենք պետք է զանազանենք տարբերությունը, սուրբ դիրք, սուրբ վիճակ, որպեսզի այն մարդկանց օրին չընկնենք, որոնք ասում են, մենք արդեն սուրբ ենք կոչում ու ազատ են զգում ամեն ինչ անելու։ Աստված ձեզ պահի։ Սրբացումը Աստծո գործն է, հիմնված Տեր Հիսուս Քրիստոսի մահվան, հարության և Աստծո մոտ բարձրանալու վրա, որը հայտնված է ավետարանով։ Եվ այս սրբացումով Քրիստոսին դարձած մարդը դրվում է սուրբ դիրքի մեջ, Աստծուն պատկանելու համար, և այդ դիրքի հիման վրա նա դրվում է սուրբ վիճակի մեջ աճելու ճանապարհին, մեղքից ազատ կյանք ապրելու համար։